Պարոն Ավինյան, այստեղ դուք շքերթի մասնակիցներից եք, ինչ խորհրդով եք եկել և ներեցեք, ինչ կարևորություն ունի այսօրը ձեզ համար։ Ես արդեն 7-րդ տարին է ինչ մասնակցում եմ անընդմեջ շքերթին, Բաշապարանի Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից մեկն են, մեր կամքի, մեր ազգի կամքի դրսևորումներից ամենակարևորներից են և ես կարծում եմ Հայաստանի առաջին հանրապետության տոնը մեր պետության ամենակարևոր տոներից մեկն է։ Այս տոնը խորհրդանշում է այն կամքը, որը ուներ հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին, շատ ծանր ժամանակաշրջանից հետո, շատ դժվարին իրավիճակում գտնվելուց հետո կամքը մի բռունցքով կարողացավ հայ ժողովուրդը որոշակի հերոսամարտեր կերտել, որոնք որ հետո հանգեցին նաև առաջին հանրապետության հիմնմանը։ Պարոն Ավինյան, այստեղ դուք նույն խիզախությամբ ոգով եք քայլում, ինչպես օրինակ մի քանի տարի առաջ, երբ Արցախի հանրապետությունը հայկական էր։ Գիտեք, ես կարծում եմ, որ Հայաստանի հանրապետության, առաջին հանրապետության տոնը շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ, և այդ խորհուրդը ասում է, որ որևէ ժամանակաշրջան չպետք է մեզ ընկճի, որևէ դժվարություն չպետք է մեզ ընկճի, որովհետև մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ունենում է կամք, նույնիսկ դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու, իսկ այսօր ես կարծում եմ մեր ամենակարևոր խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, Հայաստանի Հանրապետության սուվերենության ապահովումն է, և այդ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը նշել է Սեփյանի հետ ջերմ զրույցի եք բռնկվել այսօր, բայց նրան նախկին դատախազի մի շարք մեղադրանքներ է առաջադրված, դուք չեք հավատում այդ մեղադրանքներին։ Ես անկեղծ ասած նմանատիպ գործերով նույնիսկ չեմ հետաքրքրվում և մանրամասները չգիտեմ, պարոն Հովսեփյանին այստեղ եմ հանդիպել առաջին անգամ 2018 թվականին և բարևել ենք իրար այսօր էլ։ Իսկ նոր-նորքի թաղապետը հրաժարական տվեց, ճիշտ է, բայց դուք չեք կարծում, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, քաղաքական պատասխանատվության ենթարկվի։ Իսկ քաղաքական պատասխանատվությունը դուք ինչպես եք այլ կերպ պատկերացնում։ Քաղաքական պատասխանատվության ենթարկվի։ Դե գիտեք, ես կարծում եմ ձեր ցանկությունները հարգելիներս կարող եք իհարկե դուք բարձրաձայնել, բայց ես չեմ կարծում, որ քաղաքական պատասխանատվությունը շատ կարծում եմ համաչափ տեղի է ունեցել, նոր-նոր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել և կարծում եմ շատ համաչափ և համադրելի քաղաքական պատասխանատվություն է եղել, կներեք ով է ասում, դուք։ Դե տեսեք, քաղաքական ընդդիմախոսները, մեր քաղաքական ընդդիմախոսները կարծում եմ առաջին է, ինչ որ ճիշտ կանեն անել, նախ մի քիչ իրենց տոնայնությունը զսպեն, որովհետև իրենք շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում, այդ տոնայնությունները բերում է նմանատիպ միջադեպերի և չնայած, որ ես մեր բոլոր գործընկերներին զգուշացրել եմ, որ մեր ընդդիմախոսները գնում են սադրանքների պարբերաբար, այնուամենայնիվ ես չեմ կարող իրենց ամեն սադրանքի համար պատասխան տալ, այսինքն մենք պետք է հասկանանք, լավ, իսկ դիմացի կողմը ինչ է անընդհատ անում, որ նմանատիպ իրավիճակներով ենք հանգում վերջում։ Ես դրանից մեկ օր առաջ ուղիղ մեկ օր առաջ դրանից ասել էի, որ նմանատիպ պահվածքով, նմանատիպ վտանգավոր սադրանքներով լավ տեղ չենք հասնելու։ Եվ հաջորդ օրը տեղի ունեցավ հերթական սադրանքը և ունեցանք փաստացի այդ միջադեպը, որի համար շատ ցավում եմ և մեզ համար բռնությունն անընդունելի է։ Եվ անկախ ամեն ինչից պաշտոնյաները, որոնք որ մեզ մոտ են աշխատում, պետք է լինեն զսպված։ Դա իրենց պատասխանատվությունն է, իրենց պարտականությունն է։ Բայց նաև դիմացի կողմը պետք է հասկանա, որ որոշակի սահմաններ կան, որոշակի կարմիր գծեր կան, վտանգավոր կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի։ Չի կարելի, ինչ կոռուպցիա, Ժորժ ջան, խնդրում եմ էլի, այդ հեքիաթները խնդրում եմ, գնացեք ուրիշ տեղ այդ պատմեք։